վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ մարդ աչքերը բացում առաջի հայացքը որդից։ Ծառան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոտ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար է։ Բարի առավոտ, սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Այս օրը այս տերնապարգևեր եւ մենք հավուր պատշաճի պետքա օգտվենք այդ առիթից, որ Տերը տվել է մեզ, իսկ դրա ամենալավագույն ձևը իր խոսքի շուրջ հավաքվելն է, առավոտ կանուխ։ Եվ այսօր մեզ միացել է մեր սիրելի Հովհաննես Կիրակոսյան եղբայրը։ Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք, որ միացար, բարի տեսանք։ Բարի տեսանք Աբրահամ եղբայր, ես էլ եմ շնորհակալ Աստծուց եւ քեզնից, որ այս հարթակը նորից տրամադրվեց Աստծո խոսքը սերտելու համար, շատ կարևոր է հոգեվոր աճ ունենալու եւ Աստծո որդին առանց այդ սնունդի, առանց կերակուրի չի կարող ապրել։ Ամեն։ Այդ պատճառով նվիրական ժամերը, այս առավոտվա ժամերը Շատ լավ խոսք ասացիք, նվիրական ժամեր, նվիրական կյանք։ Հովհաննես եղբայր, մի անգամից ասենք թեմային, չգիտեմ, ես ուզում եմ, եթե թույլ տաք այսօրվա նախաբանը հարցով սկսենք, եթե թույլ տաք։ Չգիտեմ, որքան թեմայի մեջ է, թե ոչ։ Այս վերջերս այսպիսի խոսույթ է տարածվում աշխարհիկ իրականության մեջ, ես ականատես եմ եղել, լսել եմ, եւ մեջս մի տեսակ պայքար է առաջացել դրա դեմ, էլի եղբայրներ եղել են, որ ուղիղ եթերի ժամանակ հարց են տվել, ուզում այս քանի որ վերնագիր Աստված հոգի լույս եւ սեր է, այսպես քաջալերական իմաստ ունի նաեւ իր մեջ, ուրախության Շատ երբեմն լսում եմ, որ այսպիսի արտահայտություն կա հին ուխտի մեջ, բա ինչու Աստված այդքան կոտորածներ արեց, թույլ տվեց ուրեմն հեթանոս ազգերի մեջ, որ կոտորվածություն լինի, այսինքն վերջապես Աստված թույլ տվեց, որ օրինակ շատ հերոսների, որ մտնեն, կոտորեն, ոչ մեկի չթողնեն, կարծես թե տպավորությունն այնպիսին է, որ Աստված այդտեղ կարծես թե սիրո դրսևորումներ շատ չի ցույց տալիս։ Այ քանի որ վերնագրի մասին, վերնագրի մեջ սիրո բաժինն էլ կար, ինչ կպատասխանեք, Աստված սեր է, բայց հանկարծ նկատում ենք, որ հին ուխտի մեջ այդպիսի երևույթներ կան։ Չգիտեմ թեմայի մեջ է թե չէ, բայց սովետումս դրվեց այդ հարցը տամ։ Անշուշտ թեմայի հետ կապ ունի, բայց այդ հարցին պատասխանելը բավական երկար շաբանակ կտրամադրի, բայց կարճ ասեմ, որ դա անպայմանորեն կապված է բնօրինակ մեղքի հետ։ Այսինքն Աստված ճանաչում է իրեններին եւ ամեն բան անում է իրենների համար։ Իսկ մյուսներին, որոնք արարել է ժամանակավոր, նրանք իրենց դերը կատարում են նորից հնազանդելով նույն Աստծուն, ինչպես որ ինքը ուզում է, որին որ ողորում է, որին չի ողորվում, չի ողորվում։ Այդպես էլ գրված է։ Ուզեմ կողողորմեմ։ Եթե մենք խորը ուսումնասիրենք, կտեսնենք, որ Աստված այդ չար երևույթը ոչնչացնում է նրան ծառայեցնելուց հետո։ Այսինքն նրանք ինչ որ գործողություն են կատարում եւ այլևս պետք չեն, քանի որ ինքնին ժամանակավոր են, ոչնչանում են։ Դա վերաբերում է նաև սատանային, իր որդիներին եւ իր ամբողջ դիվային համակարգին։ Նրանք հավիտենական չեն, նրանք ունեն իրանց վերջը, բայց քանի դեռ նրանք կան, Աստծո բարկությունը նրանց վրա է, բայց համբերում է նրանց այն անոթներին, որ կորուստի համար էր արարել։ Հռոմեացիս 9-րդ
Շատ լավ, հետաքրքիր Ուրեմն այս պատասխան։ թեման այո շատ հետաքրքիր է, բայց կարճ պատասխանը դա է։ Եթե հարց տվողները այս խորության մեջ մտնեն եւ ուսումնասիրեն, կտեսնեն, որ Աստված ամեն ինչ ծրագրավորել է եւ ինքը անում է եւ հաջողում է։ Ամեն դեպքում Աստված բարի է։ Ամեն դեպքում։ Իհարկե բարի է, նա ամեն ինչ բարիի գործակից դարձնողն է։ Անկամ չար։ Հիմա մի ուրիշ պարզ, ավելի պարզ մոտեցում տամ, նրանք ովքեր որ պարտեզի հետ գործ են ունեցել, մի բան են ցանել, բարի բան ուզում են, ասենք լոլիկ, չգիտեմ, վարունգ կամ ինչ-որ բան ստանան, նրանք գիտեն ինչքան դժվար է այդ մոլախոտերից ազատվել, որոնք վնաս են հասցնում բարի պտուղին, փուշեր, տատասկներ, դրանք մենք ինչ ենք անում։ Քոքահան։ Քոքը պիտի կտրի։ Եթե կարող ենք։ Եվ ցանկալի է նրանց քոքահան հանել, երբ դեռ փոքր են։ Որովհետև երբ որ մեծանան, շատ դժվար է քոքահան անել։ Հասկանալի։ Նենց որ մի զարմացեք, որ երբեմն հինուխտի մեջ տեսնում ենք անգամ փոքրերին ոչնչացնում է։ Աստված ճանաչում է իրեններին եւ ճանաչում է նրանք, որ իրենը չեն։ Դա է։ Աստծուց բարի չեն կարող լինել այս դեպքում։ Իհարկե։ Վստահ Աստված բարի է։ Շատ լավ, Հովհաննես եղբայր, շնորհակալություն պատասխանի համար, դեռ կլսենք խոսքը ամբողջ իր բովանդակությամբ, Աստված հոգի, լույս եւ սեր է։ Իսկ մի երգ եմ պատրաստել, մինչև մեր մյուս սիրելիներն միանան մեզ, եւ այս երգը հենց այդ իմաստուն իր մեջ Աստված բարի է եւ ողորմած։ Քոսերը մեծ ու անսահման ինձ պարգևել ես կյանքավեր որ լինեմ միշտ քեզ հետ ինձ արտոնել ես խորանիդ մեջ երկրպագել քեզ անվեր և քո առջև գալ ու մնալ Աստված բարի է և ողորմած է հավատարիմ ու սուրբ իր խոսքը ինձ կյանքի հաց է շավիղներին իմ լույս
Այո, Աստված բարի է, 1000 պատճառ ունենք ասելու այս խոսքը, Փառք Տիրոջը, Հովհաննես եղբայր, շնորհակալ եմ եւ լսում ենք քեզ սիրով։ Այո, Աստված բարի է եւ մենք չպետք է շփոթենք այս մեր մեղավոր բնույթ ունեցող բարիի հետ, որտեղ Աստծո բարին գերբնական բարի է։ Նա Ամեն։ հոգու բնության պտուղի մեջ է այդ բարին, իր բարին։ Դա մեր բարին չի, այն բարին չի, որ բարիի չարի գիտության մահվան սկզբունքից է առաջանում։ Աստված այդ բարին չի ուզում, դա այդ բարին եսակենտրոն է, փոփոխական է, հարաբերական է, ժամանակավոր է, անվստահելի է, այդ բարության մասին չի խոսքը, ուրեմն մենք պետք է ճիշտ ըմբռնենք Աստծո մեծությունը, երբեք չփոքրացնենք նրա փառքը, նա իր տեղում է, անում է ինչպես որ պետք է եւ անպայմանորեն բարի է իր արածը։ Ամեն։ Հասկանանք թե չհասկանանք, երբ որ մեր եսի մեղավոր բնույթը եկավ ինքը մեռավ, որպեսի մեր բնույթն էլ մերցնի իր հետ, սա ինչ բան է, պետք է մերցնի, դրա համար էլ մեռավ։ Մենք ստեղ ինչու հարց չենք տալիս, այդ ինչ տեսակ Աստվածա, որ մեր եսը մերցնում է։ Սա է, որովհետև Աստված կյանք է, ապրում է։ Սա այս բոլորը իր կյանքի արտահայտությունն է, եթե կատարապանք, իր սիրո տառապանքն է։ Սենց մի միտք եկավ, կներես Հովհաննես, կամ մարդու հին բնույթը պիտի մեռնի, կամ եթե չմեռնի, այդ բնույթը մարդուն կմերցնի։ Այո, այո։ Ինքնա ոչնչացման ճանապարհն է։ Այո, եւ թե բայց ինչու է հենց այսպես արարել, որովհետեւ Աստծո համար գոյություն չունեն ուրիշ տարբերակներ։ Նա մի բան որ անում է, դա միակն է։ Այնպես չի որ ինքը կարա այսպես անի, կարա այնպես անի, ինքը բացարձակ է, անփոփոխ եւ հավիտենական, ուրեմն այս մեծությունը չենք կարող փոփոխել։ Եվ այս վիճակում, այս անբացատրելի հավիտենական էությունը երբեք կարիք չունի, որ մենք իրան այնպես բացատրենք, որ դառնա բարի։ Մեր եսակենտրոն բարիի գաղափարները շատ հեռու են իր գերբնական բարի լինելու էությունից։ Ամեն։ Այո։ Հիմա գալով այս թեմային անշուշտ ես այս հարթակի վրա շատ եմ խոսել տարբեր տեսանկյուններից, այսօր ես փորձել եմ խմբավորել որոշ բաներ, թեև այս ամեն մեկը առանցին մեծ թեմաներ են, Աստծո հոգի լինելը, Աստծո լույս լինելը, Աստծո սեր լինելը, բայց այսօր չպիտի շատ մանրամասնենք այս երեքը, այլ փորձենք սրանց ընդհանուր էությունը հասկանալ, որովհետև Սուրբ գրքի մեջ շատ կան Աստծո հատկությունները, թե ինչպիսին է նա կամ ով է նա, չէ, ինչ տեսակն է նա, շատ բաներ կա, ցուցակը շատ մեծ է, բայց դրանք ցույց են տալիս, թե նա ինչ տեսակ է, ոչ թե ով է։ Նրա էությունը արտահայտված է այս երեքի մեջ, որ գրված է ուղղակի, որ Աստված հոգի է, Աստված լույս է եւ Աստված սեր է։ Սրանք ոչ թե ինչպիսին հարցին են պատասխանում, այլ ով է ով է։ Այսինքն նրա էության։ Եվ քանի որ ինքը հավիտենական է, այս բոլորը հավիտենական են։ Միևնույն ժամանակ աներևույթ է,
ինքը այդ 4 տարը, որ ես միշտ ասում եմ, որպես Յահվե հոգի, աներևույթ է։ Այսինքն նա չի կարող մեր երաչափ տարածության մեջ ըմբռնվել, նա դուրս է ժամանակից տարածությունից, սակայն ինքը արտահայտեց իրեն, եւ դա մենք կարդում ենք Կողոսացիս առաջի գլխի 15 համարի մեջ, ես արագ կարդամ, որ աներևույթ Աստծո պատկերն է, սա Քրիստոսի մասին շատ սիրուն խոսքը ամեն ստեղծվածներից առաջ ծնված, ոչ թե արարված, ծնված, շատ կարևոր է, ուրեմն աներևույթ Աստծո պատկերն է Քրիստոս, եւ դա սկսում է Հովանու 1:1-ով, որ սկսվում էր բանը, պատկեր, զարմանալի է, հետո տեսնում ենք, որ այդ բանը լույս է բանից բարձվում է, հետո տեսնում ենք, որ նրանք, ովքեր այդ լույսը ընդունում են, Աստծո որդիները, մեծ ինչ է դարքիր է, ուրեմն, այսինքն նրանից ծնված, ինչպես կարդացինք, դրա համար ես անմիջապես անցնեմ այս նյութին, մի փոքր փակագից բացեմ, որտեղ շատ ավատացյալներ ինձ ասում են Հովհաննես եղբայր, բայց չէ որ գրված է Աստված կրակ է, սիրելիներ, գրված չի որ Աստված կրակ է, գրված է մաշող կրակ է, այսինքն այդտեղ ոչ թե ցույց է տրված նրա էությունը, այլ նրա հատկությունը, մաշող կրակը հատկություն է, էությունը չի, այդ պատճառով այս հարցին Եբրայեցիս 12:29-ը ուրեմն համարն է, որ Աստված փչացնող կրակ է, կամ մաշող կրակ է, արևմտահայերենը կարծեմ այդպես է թարգմանել, ուրեմն էության խնդիր չի այստեղ, եւ կրակը ընդհանրապես միշտ սպառող, մաշող, ոչնչացնող բնույթ ունի Սուրբ գրքի մեջ։ Նրանք, ովքեր կարծում են, որ հոգով եւ կրակով մկրտությունը դա նշանակում է, որ ինչ որ կրակոտ բնավորություն ցույց տալ եւ այլն, ոչ։ Կրակոտ բնավորություն չուներ Քրիստոս։ Նա խոնար եւ հեզ էր։ Եվ ուրախ եղեք Տերոջմով, դարձյալ ասում եմ ուրախ եղեք, եւ ձեր հեզությունը թող հայտնի լինի մարդկանց։ Ուրախ եւ հեզ։ Կրակոտ են մեր ըմբռնումով չի։ Կրակով մկրտությունը մեր եսը սպառելու համար է։ Այդ եսը մեղավոր բնույթը նրա մեջ վառելու, թաղելու, մխրճելու, փչացնելու համար է։ Ուրեմն առաջինը Աստված հոգի է։ Հովանու 4:24-ի մեջ այդպես են կարդում։ Աստված հոգի է, հիմա բացեմ Հովանու 4:24, դու գիտեք, որ դա Սամարացի կնոջ հետ է խոսում։ Աստված հոգի է, եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Երկրորդ Կորինթացիս 3:17-ը ասում է Տերն է հոգին։ Տերը հոգի է։ Ուրեմն սա ցույց է տալիս իր էությունը։ Աստծո էությունը որպես հոգի։ Եվ որպես հոգի աներևույթ է, ինչպես կարդացինք։ Ուրեմն նրա աներևույթ բնությունը, էությունը իրենից ծնվածի միջոցով է երևում։
իրենից ծնվածների միջոցով, որոնք Աստծո որդի են կոչվում, նրանց միջոցով է այդ աներևույթը երևում։ Թե որպես բան, թե որպես այդ բանը մարմնացած, թե որպես այդ նույն բանով ծնված իր որդին, վերստին ծնունդը, այդ կյանքը երևում է այդ սերմից ծնվածների միջոցով։ Իսկ սերմը իր մտքի արտահայտությունն է, բանն է, խոսքն է, օծություն է։ Կյանք և հոգի ունի մեջը, մենք այդ մասին շատ ենք խոսել։ Բայց այստեղ ես ուզում եմ շեշտը մի ուրիշ հետաքրքիր բանի վրա դնել։ Ուրեմն Աստծո էությունը բոլոր իր արտահայտման ձևերի մեջ երկկողմանի է, երկու կողմ ունի։ Օրինակ, գիտենք, որ Աստված լույս է, ասված է, դա մենք կարդում ենք Առաջի Հովհաննես 4-րդ գլխի 8 համարի մեջ, 16 համարի մեջ, Աստված լույս է, Հովհաննեսը բացատրում է։ Նաև բացատրում է իր 4-րդ գլխի 8 կներեք, ուրեմն ես սխալվեցի, ուրեմն 4-րդ գլխի 8 և 16-ը Աստված սեր է, իր սեր լինելու մասին է։ Իսկ Առաջի Հովհաննես առաջի գլխի 5 համարը ասում է, որ Աստված լույս է։ Աստված լույս է։ Ուրեմն Հակոբոսը իր առաջի գլխի 17 համարի մեջ ասում է լույսի հայր է գործածում, շատ հետաքրքիր արտահայտություն է։ Տեսեք ինչպես է։ Նույն իմաստով։ Հա, որովհետև այս երեք էությունները վերջին հաշվով նույնանում են, մեկ են դառնում։ Այ որ ասում ենք երեքը մեկ է դառնում, այս երեքը մեկ է դառնում։ Ուրեմն, նայեք, Հակոբոս առաջի գլխի 17 համարը այդպես է ասում, որ ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում լույսի հորիցը, որի մեջ բնավ փոփոխում կամ դարձվածքի շուկ չկա։ Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նրա արարածների երախայրին ենք կամ անդրանիկը։ Նայեք, ինչ հետաքրքիր ձևով է այս լույսը կապվում հոր հայր հասկացողության հետ և հետևաբար ծնվել հասկացողության հետ։ Ուրեմն, նայեք, տեսեք, այս հետաքրքիր բանը ես ուզում եմ ձեզ ներկայացնել, ինչպես նաև ուրեմն որպեսզի նորից վերադառնամ Կողոսացիս առաջի գլխին, այս անգամ 16 համարը կարդամ և 17, վասնզի նրանով ամեն բան ստեղծվեցավ, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրից վրա է, երևողները և չերևողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն բաները նրանով և նրա համար ստեղծվեցան, և նա ամենից առաջ է, և ամեն բան նրանով է հաստատում։ Ուրեմն լավ իմանանք, թե այդ պատկերը, որ աներևույթը երևույթ դարձավ, որպես հոգի, որպես սեր, որպես լույս։ Սրա մասին է խոսքը։ Հիմա Աստծո հոգի լինելու կողմերը, երկու կողմը հետևյալն է. ծնող և ծնված։ Որտև մենք կարդում ենք, որ հոգուց ծնվածը հոգի է։ Ուրեմն այստեղ կա մի հատ ծնող, որ հոգի է,
մի հատ էլ ծնված, որ նորից հոգի է։ Այնպես չէ։ Այսինքն հայր եւ որդի է։ Սարմանալի է։ Ուրեմն հայր որդի հասկացողությունը հայր եւ որդի նշանակում է, որ կա ծնող, որից ծնվում է, եւ կա ծնված, որ կոչվում է որդի։ Ուրեմն ծնող եւ ծնված։ Եվ մենք իմանում ենք, որ թե երբ դարձավ հայր, երբ ծնեց, կարդում ենք, որ հավիտենությունից առաջ, քանի որ նա ժամանակի տարածությունից դուրս էր, նրա համար չկա այդպիսի գաղափար, հավիտենական բացարձակ էակ է, ուրեմն հավիտենության հայր է, եթե հավիտենության հայր է, ուրեմն նաև որդի իրենից ծնվելը հավիտենական բնույթ ունի, իրենից ծնվում է իր մտքի խոսքը, բանը և արարում է, ահա թե ով է որդին, բանն է որդին, սկզբում հենց բանն էր, այսինքն նրա տերոջը միտք ասացի, հավիտենական միտքի արտահայտությունը, ծնունդը, միտքը երբ որ խոսք է դառնում, այդ խոսքը լինում է ծնված որդի, միտքը հայր, եթե չարտահայտվի, ոչ հայր կլինի, ոչ էլ որդի, բայց քանի որ ինքը կենդանի Աստված է, այսինքն ապրող, միշտ արտահայտվող, հավիտենական բնույթ ունի, սա զարմանալի բան է, մենք կարող է չըմբռնենք, որովհետև գիտեք հաճախ ասել ենք, որ ինչպես ժողովողը 3:11-ում ասում է, այդ հավիտենականությունը սրտի մեջ դրել է, բայց այնպես է դրել, որ ոչ ոք չի կարող ըմբռնի նրա արածները, գործերը սկզբից մինչև վերջ։ Եվ մենք համաձայն ենք սրա հետ։ Բայց հավիտենականությունը կա, է։ Ուրեմն Տերը հոգի է, այսինքն Աստված, երբ որ ասում ենք հոգի է, դա նշանակում է, որ նա եւ ծնող է, եւ ունի ծնվածներ իրենից։ Սա մենք տեսնում ենք Աստվածաշունչի մեջ։ Ինչպես ասացի, սա մի առանձին թեմա է, եւ մենք կտեսնենք հետո Հովաննու թղթերի մեջ ավելի մանրամասն, թե ինչպես է ասում, որ միշտ հոր եւ որդու համեմատությամբ է խոսում, այսինքն նա ասում է օրինակ հակաքրիստոսը չի ընդունում ոչ հորը, ոչ որդուն։ Նա որ որդուն չի ընդունում, հորն էլ չի ընդունում։ Տեսնում ես, ուրեմն սրանք այս հայր եւ որդի հասկացողությունը ծնող եւ ծնված բնույթը իրար հետ կապված են։ Դրանք չես կարող զատել իրարից, ինչպես մենք։ Երբ որ ես երբ հայր դառա, երբ որ ծնվեց իմ երեխան, դրանից առաջ հայր չէի։ Նա էլ որդի չէր։ Հենց որ ծնվեց, նա դառա որդի, ես դառա հայր, եւ սրանք կապված են իրար, անբաժանելի են։ Ամեն։ Ես բարձ օրինակով եմ ուզում ցույց տալ։ Հետո ուրեմն գալիս ենք Աստված լույս է։ Սա էլ երկու կողմ ունի։ Եվ նորից սրանք միացած մեկ բան են, բայց երկու կողմ ունի, զարմանալի է։ Ես սրա խորհրդությունը մի ուրիշ բանով ցույց կտամ հիմա մի քիչ հետո։ Ուրեմն երբ որ լույսի մասին ենք խոսում, անպայման դա նշանակում է ճանաչություն։ Լույսը ճանաչելու հետ է կապված։ Եվ Հովանու առաջի գլխի մեջ մենք այդպես ենք կարդում, որ այդ բանն էր, բայց բանը լույս էր, եւ այդ լույսը կային, որ չճանաչեցին, բայց նրանք, որ ճանաչեցին, նրանք են Աստծո որդիները։
Ահա, ուրեմն լույսը ճանաչել եւ ճանաչվել կողմերը ունի։ Մենակ ճանաչելը չի, նաև կա ճանաչվել։ Եվ սրա մասին ես առանձին մի անգամ խոսել եմ, ճանաչել եւ ճանաչվել։ Եվ կարող եմ ձեզ հիշեցնել, օրինակ, երկրորդ Կորինթացիս 2:19 մենք գիտենք Աստծո հիմքն է, ես հաճախ եմ կրկնել, Աստծո հիմքը, որ հաստատ կանգնած է եւ այս կնիքը ունի, որ Աստված ճանաչում է նրանց, որ իրն են, նա ճանաչում է, սա իր հիմքն է, իր հավիտենից է ճանաչում։ Բայց կա նաեւ պատասխանը սրա, ճանաչվելը, ինչպես ծնողը պատասխան ունի ծնվածի, չէ՞, որպեսզի ծնող կոչվի, այնպես էլ լույսը ճանաչությունը նա ճանաչում է, բայց նաև պատասխան կա, ճանաչվում է։ Ծնվածը ճանաչում է։ Եվ նայեք, ես ուրեմն առաջի Կորինթացիս 13:12-ը հայտնի է, հիշում եք, որ այն ժամանակ, երբ որ ասում է կատարյալը գա, մենք կճանաչենք նրան, ինչպես ճանաչվեցինք։ Փոխադարձ ճանաչող։ Սա փոխադարձ է։ Հետո առաջի Կորինթացիս 8-րդ գլխի 3-րդ համարը, 8-րդ գլուխ 3-րդ համար, եթե ստուգեմ, այո, ասում է, բայց եթե մեկը Աստծուն սիր է, նա ճանաչված է նրանից։ Ուրեմն Աստված ոչ թե հենց այնպես ճանաչում է, հա, գիտեմ, չէ, Աստված ասում չի դարձում այդպես ճանաչել։ Ճանաչել գիտեմը չի։ Սիրո պատասխանը, որովհետև երբ որ ասում ենք Աստված սեր է, դա էլ ունի երկու կողմ, ունի սիրել եւ սիրվել։ Դրա փաստը մենք ունենք, Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, մենք գիտենք դա։ Բայց գիտենք նաև, որ ամենաառաջի եւ կարեւոր օրենքը, պատվիրանը այս է, որ Տեր Աստվածը նրան սիրես քո ամբողջ հոգով, կարողությամբ, զորությամբ եւ այլն, այնպես չէ։ Ըստ որում այս սիրելը մենակ իմացականություն չի, որտեղ այտենց մեկը կար Ղուկաս Մարկոս 12 գլխի մեջ, երբ որ Հիսուսին հարցնում են, թե որն է առաջի եւ կարեւոր օրենքը, Հիսուսը ասում է սա, թե որն է, հետո մեկը դպիրներից մեկը կրկնում է, այո, ասում է, ճիշտ ասացիր, որ Աստված մեկ է եւ նրան սիրում ենք մեր ամբողջ հոգով, կարողությամբ, զորությամբ եւ դրա նման ընկերը սիրում ենք նրանցի պես։ Ամեն օրենքը եւ մարգարեները սրա մեջ են։ Հիսուսը գիտես ինչ ասեց այս դպիրին, ասեց շատ լավ ասեց, բայց դու հեռու չես Աստծո արքայությունից։ Մի հատ կատեգորիա կա, ասես կասեմ, որ հեռու չեն Աստծո արքայությունից։ Բայց բավարար չի, պետք է մտնել եւ Աստծո արքայությունը մեր մեջ մտնի, այսինքն մենք Քրիստոսի մեջ, Քրիստոս մեր մեջ։ Շատ կարեւոր է, Սուրբ Հոգով իհարկե։ Մոտ ես վերստին ծնունդին, այսպես ասեմ։ Այս տեսակներն են բան։ Հիմա ուրիշ է դարձիր բան, ուրեմն ինչպես ասացի, լույսը իրենից ներկայացնում է ճանաչել եւ ճանաչվել անպայմանորեն եւ Գաղաթացիս 4:9 դա էլ կարդամ, որ բարձ լինի, Գաղաթացիս 4:9 այսպես է ասում, բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցաք, ինչպես եք կրկին ետ դառնում դեպի այն տկար եւ աղքատ սկզբունքներին, որ կամենում եք դարձյալ ծառայել։ Ուրեմն ճանաչելու եւ ճանաչվելու վերաբերյալ է, եւ սա Աստծո լույս լինելու, Աստված լույս է, բնույթն է, երկկողմն է, հայտնվելու, ճանաչվելու, գիտենալու։
Ասա եւ Հովանես եղբայր շատ հետաքրքիր կարևոր բան եք ասում լույսի մասին միտքս գիտեք ինչ է կարող ենք ասել որ լույսը դա լուսավորվել կամ նրա հոմանիշ բառը սա է հասկացա ինչ որ հասկացա քեզ սա է լուսավորվելու ճանապարհ այո բացահայտեցի էվրիկա ինչ որ էսպեսի բան էլի մտքի լուսավորություն այդ իմաստուն չեն է մանավանդ սրտի լուսայո մտքի մանավանդ հա որովհետեւ մենակ մտքինը բավարար չի Աստված սրտին է նայում այնտեղի լուսավորվածությունը կա եւ սա հենց հայտնությունը Իրանից լույս է ներկայացնում իհարկե ճանաչություն հետո կգա հասկացողությունը բայց սկզբից հավատքով հայտնություն է գալիս որ ճանաչես երբ որ ճանաչում ես սիրում ես այստեղ Աստծո երկու էությունները նրա լույս լինելու եւ նրա սեր լինելու միանում են ամեն նրա որ չի որ ճանաչես նրան որպես սեր ու չսիրես սա եւ հետո նոր աճում ես այսինքն նմանվում ես իրեն այլ կերպ ասած պատվիրան ես պահում պատվիրան պահել նշանակում է իրան նմանվել ինքն է պատվիրանը եւ պատվիրանները իր ամբողջականության մեջ օրենքն էլ հետը նրան սիրելն է եւ անցնելով այդ հաջորդ սիրել եւ սիրվել այս երկու կողմերին Աստծո էության ինչպես ասացինք ես որտեղից ես մի քիչ վկայության պես մի բան ասեմ ուրեմն 2005 թիվն էր որ ես մի հատ շատ սորավոր հայտնություն ստացա Աստծուց եւ դա իր սեր լինելու երկու կողմ ունենալն էր այսինքն Աստված ոչ միայն սիրում է հապա նաեւ ունի սիրվելու կյանք ոչ միայն ունի սիրելու կյանք որ ինքը սիրում է հապա նաև ունի սիրվելու կյանք եւ սա շատ զարմանալի բան է իսկ սա որտեղից իմ մեջ իմ փնդրտուքները սկսվեց գիտեք որտեղից արարչությունից ծննդոցից ես այնտեղ տեսնում եմ որ Աստված իր պատկերով ստեղծեց մարդը եւ այդ պատկերը երկու կողմ ուներ արու եւ էկ ամբիշե նայեք ես այդ մասին կարդամ ավելի 5-րդ գլխի մեջ 5-րդ գլխի որ կրկնում է ավելի ամփոփ ձևով տես ինչ է ասում այս է Ադամի ծննդոց գիրքը այն օրը որ Աստված մարդը ստեղծեց Աստծո պատկերովը արավ նրան, արու եւ էկ ստեղծեց նրանց եւ օրհնեց նրանց եւ նրանց անունը Ադամ կոչեց նրանց ստեղծվելու օրը։ Ուրեմն Ադամը Աստծո համար երկու կողմանի արու եւ էկ բնույթ ունեցող իր պատկերն է։ Սա է Ադամը։ Հիմնական Ադամը Աստծո պատկերն է որպես արու եւ էկ։ Դերասրած ասում եմ, հա, բայց այդ արու եւ քո համար ոնց հասկանամ, որովհետեւ դու հոգի ես, դու սեր ես, դու լույս ես։ Այ հասկացվեց, Աստված ասեց, որ այո, ես հոգի եմ եւ դա ունի երկու կողմ։ Եվ ծնող եմ եւ կածնված։ Ես լույս եմ ունի երկու կողմ ճանաչել եւ ճանաչվել ես սեր եմ ունի երկու կողմ սիրել եւ սիրվել այսինքն Աստծո էությունը երբ որ արտահայտվում է ունի պատասխան անպատասխան չի իշմեք ես մի անգամ ասեցի որ Իրանից դուրս եկած բանը երբ որ դուրս է գալիս
պարապտ ետ չի գալիս, այլ անում է այն ինչի համար, որ դուրս եկավ, հաջողում է, ինչի համար, որ նա ղրկեց այդ բանը։ Պատասխան կա։ Եվ սա է իր կյանքը, այսինքն այս երկու կողմերը Աստծո էության մեջ եղող բնույթն է, կյանքն է։ Ինչպես առաջի Ադամի համար, այնպես էլ երկրորդ կամ վերջին Ադամի համար, որտեղ Քրիստոսի բնույթն էլ այդպես է։ Իզուր չի, որ խոսում ենք Փեսայի եւ Հարսի մասին, Քրիստոսի եւ եկեղեցու մասին։ Սա շատ կարևոր հիմնային բաներ են, որոնք առանց որի հետագա կառույցը խախուտ կլինի, քանդվի, չի դիմանա։ Սրանք հիմքեր են։ Հիմքեր են նաև, երբ որ Աստված ասեց, լավ չէ, որ մարդը մենակ լինի։ Ով այդ մարդով է Ադամ։ Ինչպես է մենակ։ Միակողմանի սեր լավ չէ։ Պետք է պատասխան լինի։ Ահա ուր է գաղտնիքը։ Եվ սա եթե առաջի Ադամի համար լավ չէր, երկրորդի Ադամի համար է լավ չէ։ Այդ պատճառով է, որ այս ամեն ինչը տեղի է ունեցել, որպեսզի Աստված ունենա իր սիրո պատասխանը, որտեղ լավ չէ, որ մենակ միակողմանի լինի։ Նրա կյանքը, սիրո կյանքը ամբողջովին արտահայտվելու համար պետք է լինի եւ սիրելու եւ սիրվելու կյանք։ Սա ենք տեսնում։ Ուրեմն նրա էության արտահայտության մեջ։ Ինչպես ասացինք, Աստված հոգի է, նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Ինչ է նշանակում հոգով։ Ով է այդ հոգին։ Ինչ հոգի է։ Հոգուց։ Ով է այդ հոգին։ Ես ուզում եմ ցույց տալ ձեզ, որ այդ հոգին Աստծո որդին է։ Դա վերստին ծնված Աստծո որդին է, որը ճշմարտությունով է հղացել եւ ծնվել։ Այսինքն Աստծո խոսքով, Աստծո բանով։ Սա է Աստծո որդին, սա է հոգին։ Եվ այստեղ Հիսուս որ ասում է Աստված հոգի է եւ նրան երկրպագում են հոգով, այսինքն որպես Աստծո որդի, որպես ծնված ճշմարտությունից, դրա համար այդ ծնվածը ճշմարտությունով, այսինքն հոգով եւ ճշմարտությունով չխառնենք մեր մարդկային այսպես ասած հիբրիդացված հոգու հետ, նրա մասին չի խոսքը։ Նույն հոգու մասին է խոսքը, այն հոգու, որից ծնվում է հոգի։ Այդ հոգով ենք նրան երկրպագում, լինելով այդ ճշմարտությունից, այսինքն Աստծո մեջի խոսքից, բխած սերմից, որտեղ նրա սերմը Աստծո որդու սերմ է, Աստծո որդի է ծնում։ Շատ կարևոր բաներ են։ Ես կարճ ասում եմ, բայց վստահ եմ, որ նրանք ովքեր որ փնտրող են, նրանք անպայման կգտնեն այս խոսքերի աղբյուրը եւ իրականություն։ Ուրեմն այն սերմը, որից ծնվում է Աստծո որդին, ճշմարտությունն է։ Այսինքն Աստծո խոսքը։ Սա ենք մենք տեսնում։ Եվ այդ Աստծո որդին ծնվում է Սուրբ Հոգուց, այո, ինչպես օրինակ Քրիստոս Հիսուսը ծնվեց, հղացավ Սուրբ Հոգուց, այդպես Սուրբ Հոգուց է ծնվում։ Եվ այդ Սուրբ Հոգին նույն հոգին է։ Աստված է, որ հոգի է։ Աստված Սուրբ է, Աստված հոգի է, Աստված Սուրբ Հոգի է։ Այնուհետև Հովհաննեսը ասում է, նա որ չի սիրում Աստծուն, չի ճանաչել նրան։ Ուրեմն սիրելը կապվում է ճանաչության հետ, այսինքն լույսի, նրա լույս էության հետ։ Ուստում եք։ Ուրեմն նա որ չի սիրում Աստծուն, չի ճանաչել
նրան, որովհետև Աստված սեր է։ Ինչպես ենք ճանաչում։ Երբ որ ճանաչված ենք, դրա համար ասում նա որ սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։ Նաև Աստված լույս է։ Այստեղ այդ ճանաչվելը անմիջականորեն կապվում է նրա սիրել եւ սիրվելու հետ։ Միանում է, նա մեկ է դառնում։ Ինչպես նաև անմիջականորեն կապվում է ծնողի եւ ծնվածի հետ։ Այսինքն հոգու հետ, հոգու երկու կողմերի հետ, որպես հայր եւ որդի։ Եվ մենք տեսնում ենք, որ ամեն տեղ մենք կարդում ենք, որ Աստված հայր է, հայր Աստված։ Շատ է կրկնվում անընդհատ։ Հայր Աստված, հայր Աստված, հայր Աստված։ Ուրիշ հայր չկա։ Հայր Աստված եւ նրանից ծնված, որի անունն է որդի։ Ուրեմն Գաղատացիս 5:22-ը, որ հոգու պտուղն է ներկայացնում, այնտեղ գրված է, որ Աստված այդ հոգու պտուղը սեր է։ Մենակ այդտեղ կանգնենք։ Ուրեմն այդ սերը այդ հոգու պտուղի մեջ է։ Աման։ Ուրիշ սեր չի, որով կարող ենք մենք մեր եսը սիրել, որոնք կարող ենք ինչ-որ կուռքեր սիրել։ Դրա մասին չի խոսք։ Այն գերբնական Աստծո հոգու մեջ եղող սերն է, որտեղ այդ հոգին սեր է։ Նրա էությունը սեր է։ Նա հոգի է, սեր է, լույս է։ Հրաշալի բան է սա։ Այնուհետև նշանակում է, եթե սեր է, ուրեմն սիրել եւ սիրվել կա։ Այդ հոգու պտղի մեջ կա սիրել եւ սիրվել։ Այսինքն կա եւ հայրը եւ որդին։ Եվ նրանց մեջ եղող սերը, եւ ճանաչելը եւ ճանաչվելը։ Եվ սա գերբնական երևույթ է։ Երբեք չփորձենք մեր սեփական հոգեբանական սիրով, որը շատ սերել չեն կարող կոչել, դա ավելի կապվածություն է մեծ կամ փոքր չափով։ Նորից փոփոխական, հարաբերական, ժամանակավոր։ Մարդկային սիրո մեջ նաև էգոիզմ կա, չէ՞։ Եթե խորը ուսումնասիրում են, այսինքն պարտություն եւ այլն, եւ մենք գիտենք դրա աղբյուրը որտեղից է։ Ով եղավ այդ առաջինը, որ տենց մի հատ ես ստեղծեց, ես ասեր, բարդ, Աստծուն հավասար ուզող, սա է աղբյուրը։ ուզող, լավ ասացիր։ Այդ սերմի հետևանքներ։ Ինչևէ, ուրեմն հոգու պտուղը հոգու ծնունդ է, հոգուց ծնվածը հոգի է։ Այդ հոգին եթե պտուղ ունի, այդ պտուղն է հոգուց ծնվածը։ Վերստին ծնվածը սա է, հոգու պտուղն է։ Որ սեր է, խնդություն է, խաղաղություն է, համբերություն է, բարություն է, հավատք է եւ այլն, եւ սա գերբնական է։ Սա այն երկբևեր բարի չարի բեջից չի գալիս, դա մահվան սկզբունք է, դա գալիս է կենաց տորից։ Գերբնական վերստին ծնունդի միջոցով, այլ կերպ հնարավոր չի, եւ սա հիմնական բաներ են։ Երբեք չփորձենք մեր սեփական եսով փորձել ապրել գերբնական կենաց ծառի սկզբունքը չի ստացվի։ Որքան էլ որ սարքենք, կարող ենք սարքել, հիբրիդացնել, եսիմ գեղեցկացնել, դեկորացիաներ անել, ինչ ասես կարող ենք անել, բայց
բնօրինակ համը եւ հոտը չի ունենա։ Ուրեմն հոգու ծնունդն է, հոգու պտուղը եւ սա որդի է կոչվում։ Սա էլ բարձ է։ Այս պատճառով է, որ Աստծուն սիրողը սիրում է նաեւ նրանից ծնվածին։ Ինչու է սա այդպես ասում, որ նա որ սիրում է Աստծուն, սիրում է նաև նրանից ծնվածին, որովհետև այդ հոգին, որ ծնում է հոգի, նույն հոգին է։ Եվ այն սերը, որ սիրում է եւ սիրվում է, այդ բնույթի մեջ կա նաև սա, որ եթե Աստծուն սիրում ենք նաև նրանից ծնվածին։ Բնական կարելի ասել ցուցիչներ են, որոնցով մենք պետք է առաջնորդենք։ Աստծո գետնի վրա գերբնական գետնի վրա այլ կերպ հնարավոր չի։ Չունենք ուրիշ տարբերակ։ Չկա։ Այո, ամեն։ Տեսնում եք, ուրեմն սրանք են հիմնական բաներ, որոնց վրա ուշադրություն դարձնել պետք է։ Ուրեմն Աստված հոգի է, գումարվում է սրան նրա էության մեջ, որ Աստված լույս է, գումարվում է, որ Աստված սեր է, եւ այս երեքը դառնում են իր էության արտահայտությունը, որը թեև աներևույթ է, բայց իր պատկերի միջոցով դարձավ երևույթ, եւ սրա անունը Քրիստոս է։ Այդ աներևույթը մեզ համար դարձավ Հիսուսը, որ Քրիստոսն է, մեր մոդելը, օրինակը, այդ էությունը տեսնելու, հասկանալու, ստանալու եւ ընդունելու։ Եվ բնական է, որ եթե հիմա վերադառնանք այդ պատկերին, այսինքն Հիսուս Քրիստոսին, մենք պիտի տեսնենք, որ այո, նա էլ է հոգի, որտեղ հոգուց ծնվեց, այդ հոգին եկավ այդ մարմնի մեջ, Հիսուս մարդու մեջ, լիովին բնակվեց։ Տեսնում ենք, որ նա է լույսը աշխարհի, եւ տեսնում ենք, որ նա է հենց այդ սերը, սիրո արտահայտությունը աներևույթ է, բայց դարձավ երևույթով իր միջոցով, երբ որ այդ սերը ղրկվեց ում համար, իրենների համար, որոնք այդ սիրո պատասխանն են, եկավ սերը միանալու սիրվելուն, տեսնում եք ինչ հրաշալի է, սրանք շատ կարևոր են գիտենալ եւ իհարկե մնացած բոլոր բաները կկառուցվի այս վեմի վրա։ Ամեն։ Հակառակ դեպքում անձրևներ կգան, քամիներ կգան եւ այդ կառույցը կքանդվի։ Եթե հիմքերի վրա կառուցված չի։ Այդ պատճառով Գամաղիելը, երբ որ որոշում էին, որ հալածեն ոչնչացնեն քրիստոնյաներին, ասեց՝ սպասեք։ Մի քիչ սպասենք։ Եթե ավազի վրա կառուցած մի բան է, հաստատ կքանդվի։ Բայց եթե վեմի վրա է կառուցված, աման հանկարծ Աստծո դեմ չգնան։ Եվ բոլորը համաձայնեցին, ասեցին՝ «Օ, ճիշտ է»։ Ինչքան մի ճիշտ որոշում կայացրեցին։ Ինչքան կարևոր է Աստծո հիմքերը, որ իրենց տեղում լինեն։ Այդ Գամաղիելի ասածը իրականացավ, որովհետև այդ հիմքերը դրվեցին հենց այն առաքյալների կողմից, որոնց որ չոչնչացրեցին այդ առաջարկի պատճառով։ Ամեն։ Եվ կատարվեց այն, ինչ որ Հիսուս իր աղոթքի մեջ է ասում, այլ ինչպես որ դու ինձ ուղարկեցիր, հիմա ես էլ նրանց եմ ուղարկում։
որ ինչ անեն, նույն բանը, ով անի, ինքը նրանց մեջ։ Շատ կարևոր է սա։ Ամեն։ Անողը ինքն է բնակված իրենց մեջ։ Ամեն։ Նորից շարունակում է իր գործը։ Եվ նաև ասեց նրանց, ովքեր որ նրանց միջոցով կգան։ Եվ այդ շղթան գալիս է հասնում է միջև մեզ։ Այսօր ինչ որ մենք անում ենք հիմա։ Դրա հետևանքն է։ Ամեն։ Ամեն։ Այսքան է եղբայրս դերը սովորտնի ասվածքերը և Աղքեստեր։ բկաբերանի մեզ լսողների սրտերի մեջ հաստատի, արթնացնի և ուղիղ քայլ տա նրանց լույսի մեջ քայլելու։ Ամեն։ Շնորհակալ եմ Հովհաննես եղբայր շատ կարևոր խոսքի համար։ Աստված հոգի, լույս եւ սեր եւ հոգուց հոգի, լույսից լույս եւ Աստծո սիրուց սեր։ Եվ սա կարելի է մեկ բառով ամփոփել, ինչ որ հիմա ես նկատեցի ներսում, մեկ բառով, սա է հավիտենությունը։ Սա է հավիտենությունը։ Եթե սա կա հավիտենություն։ Չկա, հետո չի գալու հավիտենություն։ Հավիտենությունը պայմանավորված չի մեր գործելուց կամ չգործելուց։ Հավիտենությունը սրանով է պայմանավորված։ Մենք պետք է սա շատ լավ հասկանանք։ Շնորհակալություն Հովհաննես եղբայր։ Հավիտենությունը ինքն է։ Ամեն։ Ինչպես սիրելը, այնպես էլ սիրվելը։ Նորից ինքն է։ Առանձին բան չկա, ինքն է որ է։ Դե Հիսուս ասեց, չէ, սա է հավիտենությունը, որ ճանաչեն քեզ միակ Աստծուն եւ նրան, որին ուղղա ինչպես ճանաչել, եթե ոչ այս կարևոր կետերը, որ մեջ բերեցիք, հոգուց հոգի, լույսից լույս եւ սիրուց սեր։ Ճանաչեն միակ Աստծուն եւ նրան Հիսուս Քրիստոսին, որ ուղարկեցիր։ Այո։ Բայց ինչքան կարևոր այս բացատրություններից հետո շատ կարևոր է դառնում սա, որովհետև այդ պատկերը, որ ուղարկվեց աներևույթի, արարում է, ստեղծում է այդ սիրո պատասխանը։ Այսինքն սա կարող ենք ասել, որ հոգևոր փորձառությունը, որ վերապրում է մոտ։ Իհարկե, փորձառությունը, դա գիտես, դա ուրիշ, եթե մենք գիտակից ենք, որ մեր մեղավոր բնույթին, այսինքն մեր ենթագիտակիցի մեջ եղող մեղքի օրենքի այս բնույթին, դա հիմնական փորձառությունը դրա քայքայման մեջ է, արտաքին մարդու քայքայման փչանալու մեջ է հիմնական փորձառությունը, որտև դրա համեմատ ներքին մարդը աճում է, այսինքն Աստծո որդին աճում է, դառնալու Քրիստոսի նման։ Այդտեղ ուրիշ փորձառություններ են գալիս։ Մեկ փորձառություն կա մեր եսի մեռնելու, մի հատ էլ փորձառություն կա Աստծո որդու Քրիստոսի նմանվելու փորձառություն։ Շատ կարևոր է։ Եվ մեկը մյուսից բան են, մեկը մեռնում է, մյուսը ապրում է։ Սա է հիմնական փորձառությունը, ուրիշ փորձառությունները մի կողմ դիր, որտեղ մյուս փորձառությունները նորից ինքն է մեր մեջ գործող։ Միանշանակ։ Մենք մեզ չպետք է վերագրենք որևէ բան։ Այդ եսը, որ չի ուզում մեռնի, անընդհատ քիթը մտցնում է մեր Աստծո գործերի մեջ։ Չի ուզում Հիսուսի հետևում մնալ։ Եվ չի առաջնորդվում Սուրբ Հոգով, ինք իրենով է առաջնորդվում։ Այս է պրոբլեմը։ Բայց Աստծո որդին այդպես չէ։ Աստծո որդին այն առաջնորդում է այն հոգուց, որից ծնվել է։ Ուրիշ կերպ հնարավոր էլ չի։ Ամեն։ Ամեն։ Պարտիգոչը, Հովհաննես եղբայր, շնորհակալ ենք։ Գիտես, այս նյութը, որ բերում ես, սա մի անգամից չի կարող ընկալվել։ Սա որսում ենք մենք, տեղավորում ենք մեր ենթագիտակցության դարակներում, հետո երբ որ գնանք մեր գործին, հանենք եւ
Շատ ճիշտ ես։ Այն ինչը որ կա, ասենք իմ մեջ, ես ասացի ամեն մեկը առանձին երկար թեմաներ են։ Ամեն մեկը նրա հոգի լինելը, նրա սեր լինելը, նրա լույս լինելը։ Ես փորձեցի ներկայացնել ամփոփ ձևով մի ժամվա մեջ։ Այս խորությունները, որոնք հիմնային բաներ են։ Այո։ Այո։ Ես Այսով որ Սուրբ Հոգին համապատասխան տեղ համապատասխանների հետ կաշխատի եւ նրանց մեջ այդ լուսավորվածությունը, ճանաչությունը, ճանաչվելը, սիրելը, սիրվելը, ծնողի եւ որդու, այսինքն ծնվածի այս հոգի լինելու վերաբերյալ, այս բաները իրենց տեղը կգրավեն, իսկ եթե փապագողներ կան, որ կուզեն ամենանդեպս ավելի խորը ճանաչություն ունենալ այս ամեն ինչի մասին, հնարավորություններ կա, կարող են ինձ հետ կապվել առանձին ձևով։ Ես չեմ սիրում ինքս ինձ ինչ-որ ռեկլամաներ, բայց եթե իսկապես սրտանց փապակողներ կան, ես կտրամադրեմ իմ ժամանակը, ես դրա համար եմ, ուրիշ անելիք չունեմ։ Շատ լավ։ Տերը օրհնի բոլորին։ Ձեզ էլ Հովհաննես եղբայր, ես ձեր քարոզչական ոճը կարծես թե ընկալել եմ, դեռ չեմ կարող ասել 100%, բայց այն ոճը, որ դուք ունեք, շատ կարևոր, շատերին երևի դուրեր չի գալիս, այդքան հետաքրքիրել չի, բայց նրանք ովքեր հետաքրքրված են, իրոք շատ կարևոր է առաջի բանը Աստծո որդիների բացահայտումը, ցուցիչները, որոնցով մենք առաջնորդվում ենք, հասկանալով արդյոք Աստծո որդիներ ենք թե ոչ, երկրորդ բանը հին մարդու փչանալու մասին այդ կարևոր խոսքը, որ շատ անգամ մեզ թվում է թե հասարակ բան է դա, բայց իրականության մեջ նա շատ ուժեղ, շատ խորը հետևելա պետք եւ հասկանալա պետք, զանազանելա պետք մեր կյանքում, արդյոք այս գործողությունը, որ արեցինք, դա նոր մարդուց էր, թե հին մարդուց էր, վերջը, սրանք հասկանալա պետք եւ այն քրիստոնյան, որը խորը ուսումնասիրում այս թեմաները եւ հակված ասենան, նա կհասկանա ինչի մասին է խոսքը։ Այնպես որ շատ շնորհակալ ենք Հովհաննես եղբայր, Տերը ձեզ շատ օրհնի, նորից տեսնելու փափագով քեզ ասում ենք ցտեսություն։ Օրհնված եղիր, պատղաբեր եւ հաջողված եղբայրս, նորից կհանդիպենք։ Փարտիրոջը։ Մենք աղոթենք անպայման, տես մոռացել էի աղոթքի մասին, անպայման սիրով աղոթենք Հովհաննես եղբայր եւ խնդրեմ առաջնորդես մեզ աղոթքի մեջ։ Այո, մեր սիրելի հայր, մենք չենք կարող առանց քեզ որևէ քայլ անել։ Ուստի շնորհակալ ենք այս ժամերի համար, այս խոսքի համար, որ միակ կերպը, որ դու կարող ես տեղ հասցնել մարդկանց սրտերի մեջ, մտքերի մեջ, դա այն հոգով է, որի բնակությունը հաստատվեց քո որդիների մեջ։ Ուստի Տեր, խնդրում եմ, որ քո կամքդ կատարվի եւ այս լուսավորությունը, այս հիմքերը իրենց տեղը գտնեն, որպեսզի քո սիրո պատասխանը կառուցվի, ինչպես որ դու ասացիր, որ դու կկառուցես քո եկեղեցին։ Շնորհակալ ենք ամեն բաների համար, Տեր։ Քո փառքդ երևում է այս խոսքերի մեջ, քո մեծությունը, քո ամփոփող բացարձակ եւ հավիտենական լինելը, քո ողորմած լինելը, թեև ում որ ողորմում ես, սա էլ քո գերիշխան մեծությունն է ցույց տալիս Տեր։ Շնորհակալ ենք այս ամենի համար։ Խոնարհաբար խնդրում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Փարտիրոջը այսօր գիտենք, որ ուրբաթ օր է եւ ունենք շաբաթ եւ կիրակին առջեվում, այնպես որ ձեզ բարի հանգիստ, սիրելի քուրեր եղբայրներ, առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտյան 9-ին եւ դա կլինի մեր փոքրիկ դաթարի վերջին օրը, որից հետո դաթար ենք ունենալու երկու շաբաթ, ես Հայաստանում չեմ լինելու, հետո
նորից կմիանանք, բայց մենք առաջ Աստված կհանդիպենք երկուշաբթի առավոտ ժամը 9-ին, Մարանաթա, Տերը շուտով գալու է։ Ժամանակը պիտի բրկես իսկ տեղը հատնելուց։ Եթե մեկը հիվանդ է ու չգիտի ինչ հիվանդ է, դա շատ վտանգավոր է։ Գիտես ինչքան լավ է, որ երբ որ մարդ աչքերը բացում, առաջի հայացքը ողջի ասում։ Սարան իր տիրոջ նման լինի։ Աստծո խոսքը խորում է, բայց անդոտ չէ, մաքուր է։ Նրանց օրինակները մեզ խրատի համար եղան։